Բարև բոլորին, ես Աշոտն եմ, մենք Շանհայում ենք, սա սովորական ավտոշոու չի, սա վերջին տարիների ամենակարևոր իրադարձությունն է, քանի որ չինական ավտոշուկան ամփոփում է վերջին 5 տարիների աշխատանքը, եկեք միասին բացահայտենք։ Okay. Take a photo. Okay. Thanks. Toyota-ի տաղավարում աժոտաժը մեծ է, որովհետև բրենդը ներկայացնում է մի շարք նոր մեքենաներ, BZ շարքի մոդելները, GAC-ի հետ համատեղ 90%-անոց չինական, բայց Toyota-ի բրենդի տակ արտադրվող էլեկտրական մեքենաները։ Նոր BZ7 սեդան, մեծ չափերի մեքենա է։ Ձեզ արդեն հայտնի BZ3X crossover-ը։ Երրորդ անգամ եմ մասնակցում ավտոշոուի, երևի երբևիցե այսքան մարդ, այսքան հետաքրքրված մարդ չեմ տեսել Toyota-ի տաղավարներում։ Սա BZ4X հին մոդելն է, BZ3 արդեն հին սեդանը։ Եվ հաջորդ նորությունը BZ5 միջին դասի, միջին չափի liftback-ը, ոնց որ բեռնախցիկը միացված է սրա հետ։ Կարող եմ ասել, որ Toyota-ի սրա այցելելուց ցանկացած ավանդական ձեզ ծանոթ Toyota-ի սրային հետ ծանոթանալուց հետո այս BZ շարքի մեքենաները շատ ավելի որակյալ են թվում։ Սկսած դռների ծանրությունից մինչև մատերիալների որակ BZ5-ի մոդիֆիկացված տարբերակն է։ Մեքենան ISA crossover է, այսինքն այստեղ իրականացված է off-road tuning։ Չինաստանում շատ տարածված է վերջերս դարձել ընտանիքով քաղաքից դուրս հանգստանալու մշակույթը մեքենայով ու մեքենաները ամեն ինչով ադապտանում են այդ պահանջների համար։ Toyota-ն շատ ակտիվ ձևով շարժվում է առաջ։ Երկարատև դադարից հետո։ Օրեցօր շատանում է մրցակցությունը արհեստական բանականության ներդրման մեքենաների մեջ եւ վերջերս մոմենտան սկսեց ավելի ակտիվ ներդնել ավտոպիլոտ ինքնավար համակարգեր, հենց առաջինը Toyota BZ մոդելներում, որը ապահովում է մինչև level 4, այսինքն գրեթե ամբողջությամբ ինքնավար վարման հնարավորություն։ Denza N9 Nissan-ի նոր մրցակիցն է, շատ հագեցած մեքենա է, արդեն հասցրել եմ ծանոթանալ ներսից։ Denza-ն ունի սպეციფიկ դիզայն, օրինակ անձամբ ես տենցել չեմ կարողանում արտաքին տեսքից մեքենան գնահատել, բայց ինչը կապված է հագեցվածությանը ու սրահի դիզայնին, մեքենան շատ տպավորիչ է։ Իրոք տպավորիչ է։ Բայց Denza-ի ևս մեկ նորություն կա։ Lamborghini հիշացնող նոր սուպերքարը Denza-ի կողմից, սուպերքար, որի գինը սուպերքարի նման չի, շատ մատչելի է։ Denza-ի նոր պլատֆորմի ցուցադրությունն է այս տեսքով։ Ետևից ունի 2 շարժիչ, ետևյակերը պտտվում են եւ առջևում 1 շարժիչ։ Z9 GT մոդելն է։ Ցուցադրված է էլեկտրական համակարգերի աշխատանքը։ Չինական բրենդերը արդեն ավելի մեծ ռիսկով մտնում են ծանր լյուքս դասը, հաղթահարելով պրեմիում ու լյուքս դասի սեգմենտները։ Այստեղ Yangwang U8L մոդելն է, ավելի մեծ չափերով, քան սովորական U8-ը, ու ինչպես ասում են լրատվամիջոցները, այստեղ ավելի փափուկ կաթոցներ են, U8-ը շատ ավելի կոշտ էր, նախատեսված էր արտաճանապարհ այդ պայմանների համար, սա ավելի քաղաքային ամենագնացը։ Ինչպես եւ Zeekr 9X-ը, ինչպես եւ Denza N9, Aito M9 եւ M8-ը, չինական մեքենաները օրեցօր թողարկում են նոր շքեղ լյուքս դասի մեքենաներ։ Բան չենք բանում, վստահ քայլերով շարժվում առաջ ներկայացրել են նոր ամբողջությամբ էլեկտրական ամենագնացը Leopard 3, որի արժեքը ինձ զարմացրել է։ Այս մեքենան ունի նաեւ գործարանից դրոն ավելացնելու հնարավորություն, այս օպցիայի արժեքը մենակ $4000 է։ Մեքենան ամենաֆուլ հագեցվածությամբ միջև Հայաստան արժի մոտ $33000։ Առանց դրոնի $29500։
Սա արդեն պրեմիում դասա, լիակար 420 ձիաուժ, BYD-ի ավելի կատարելագործված սուբրենդն է, Fancheng-Bao կամ Leopard։ Արջևից իհարկե սպეციფիկ է դիզայնը, բայց ետևի մասից բավականին գեղեցիկ է մեքենան։ Սա Fancheng-Bao 5 եւ 8 մեքենաների պլատֆորման է, DMO, որը որ հիբրիդային է։ Ետևի շարժիչ, բենզաբակ, մարտկոց, փոխանցման տուփ եւ արջևի շարժիչ։ Քայլելով նմանատիպ ավտոշոուի տարածքում շատ հեշտությամբ կարող եք պատկերացնել ինչ է կատարվում աշխարհի ավտոինդուստրիայի հետ, այսինքն այն անհաջող մեքենաները կամ թույլ վաճառքներ ունեցող բրենդերը փորձում են գրավել գեղեցիկ աղջիկներով, իսկ չինական գերպահանջված մեքենաները նույնիսկ հաճախ չեն կարողանում նորմալ նկարել այնքան մարդանց։ Կարելի է տեսնել ինչ է սպասվում բոլորից մոտ ապագայում, չնայած սրա մի մասը արդեն ներկա է, դա մարդանման ռոբոտներն են, նույնպես Tesla-ի օրինակով բոլոր չինական արտադրողները հիմա թողարկում են մարդանման ռոբոտներ, որոնք ավելի ու ավելի են ներխուժում մեր կենցաղ, ամեն ինչ տանում է նրան, որ մարդկանց փոխարինեն ռոբոտները, թե որպես վարորդ, թե առհասարակ կենցաղում, ուստեղ այդ ռոբոտների մրցակցությունը ավելի շատ է, քան ամբողջ աշխարհում։ BYD-ի գլխավոր նորությունը դա նոր պլատֆորման է 1 մեգավատ հզորությամբ, որ ապահովում է գերարագ լիցքավորում։ Առաջին անգամ եմ տեսնում 06 EV տեսնող մոդելը, նաև շատերին հետաքրքրում էր Scilion 05 crossover-ը, կասեի, որ նկարներով ավելի փոքր է թվում, քան իրականում։ Ինքը միջին չափի crossover է։ Կարծում եմ համադրելի է Yuan Up, ու որակապես իհարկե համապատասխանում է իր արժեքին։ Մատերիալների մասին էր, մատերիալների որակի մասին էր խոսքը։ Այստեղ դուք ունեք ընտրություն, եթե նախընտրում եք գնել BYD, ունեք շատ մեծ ընտրություն Yuan Up, Yuan Plus, Scilion 05, սա չափերով ավելի մեծ crossover է, Scilion 06 EV։ Այսինքն Scilion 07-ի ետևում ավելի քառակուսի տարբերակով։ BYD Han L։ Կարող եք տեսնել նոր լուսարձակների դիզայնը, փոխվել են հետևի ու դիմացի լուսարձակները, ինչպես նաև սրա, եւ ամենակարևորը իհարկե այս մեքենան 0-ից 100 արագացումը ապահովում է 2.7 վայրկյանում։ Կարող ենք տեսնել նոր ղեկի դիզայնը եւ BYD նոր դիզայն էլեմենտը, դա այս քառակուսի պատվաստներն են, բավականին գեղեցիկ։ Եվ իհարկե Tan L, կամ ինչպես Հայաստանում ասում ենք Tang L, ամբողջությամբ թարմացված տարբերակով։ Անմիջապես BYD-ի հայտարարությունից հետո, որ BYD-ն թողարկում է 1 մեգավատ հզորությամբ պլատֆորմա, Zeekr-ը թողարկեց 1.2 մեգավատ հզորությամբ պլատֆորմա։ Դա հիմնականում վերաբերվում է արագ լիցքավորման, այսինքն 5 րոպեում լիցքավորումը կեսից ավելի։ Մրցակցությունը արագ լիցքավորման, երկար քշվելու, այսինքն հեռահարության եւ արհեստական բանականությունների ներդրման մեջ է, հիմնականում բոլոր արտադրողների մեջ։ Great Wall Motors Tank երկար ժամանակ եղել է առաջատարը չինական ամենագնացների շուկայում, Tank 300, Tank 700, Tank 500։ Տանկի հաջողության գրավականներից մեկը նա է, որ շարժիչները նախագծվել են Toyota-ի ամենագնացների շարժիչների հիման վրա, բավականին դիմացկուն են եւ վստահելի, եւ Tank 400։ Տանկի հիմնական մրցակիցը այսօր Fancheng-Bao-ն է, Leopard 5 եւ Leopard 8 մոդելներով։ Եվ բրենդը պաշտոնապես ներկայացված է Հայաստանում։ NIO-ի նորամուծությունը դա ET9 լյուքս դասի կիսա ամենագնացն է, մեքենան ամենագնաց չի, ավելի բարձրացված սեդան է, հետևի մասում liftback, հեղափոխական կախոցով, այսինքն ակտիվ շարժվող կախոց, որը որ հաղթահարում է անհարթությունները ավելի լավ, քան ավանդական բրենդերը, Mercedes, Maybach,
BMW 7-րդ սերիայի Neo մեքենա գնելուց դուք կարող եք ընտրել գնել մարտկոցով կամ առանց մարտկոց, քանի որ Neo-ն միակն է, որ ունի մարտկոցի փոխարինման կայաններ։ Այսինքն մեքենան լիցքավորելու փոխարեն ընդհանրապես պետք է մոտենալ մարտկոցի փոխարինման կայան 3 րոպեվա ընթացքում փոխարինել մարտկոցը ամբողջությամբ լիցքավորված մարտկոցով։ Վերջերս այլ բրենդեր, այդ թվում Volkswagen-ը համագործակցում են Neo-ի հետ, որպեսզի կարողանան նմանատիպ տեխնոլոգիա կիրառել նաև իրենց մեքենաների համար։ Եթե հետևում եք համաշխարհային ավտոինդուստրիային, արդեն գիտեք, որ եվրոպական եւ համաշխարհային բրենդերը բավականին մեծ խնդիրներ ունեն չինական բումի հետևանքով ու վերջին ամիսներին հատկապես երևում է այդ միջազգային բրենդերի համագործակցության արդյունքը չինական արտադրողների հետ։ Այսինքն նույն BMW-ն, Mercedes-ը, Audi-ն գնալով դառնում են չինական, տեղափոխում են իրենց R&D կենտրոնները, այսինքն զարգացման տեխնոլոգիաների զարգացման կենտրոնները Չինաստան, միավորվում են չինական արտադրողների հետ, թողարկում են Չինաստանի շուկայի համար հատուկ ենթաբրենդեր, ինչպես օրինակ Audi-ն առանց 4 օղակների, նույն BMW-ն եւ Mercedes-ը ավելի ակտիվ կիրառում են չինական տեխնոլոգիաներ, այսինքն միակ փրկությունը համաշխարհային արտադրողների համար դա համագործակցել ավելի շատ ներդնել չինական տեխնոլոգիաներ, որպեսզի առաջին հերթին կարողանան բավարարել չինական շուկայի պահանջները եւ նոր մնացած աշխարհի։ Այսօրվա ավտոշուկան այն չի, ինչ որ 2-3 տարի առաջ էր, բացի այնից, որ շատ դինամիկ է զարգանում եւ ամեն օր տեսնում ենք նորամուծություններ տարբեր արտադրողներից, փոխվել են ամբողջությամբ պահանջները։ Արդյոք սկսել են ուշադրություն չդարձնել լոգոյին։ Պարզապես լոգոն բավարար չի։ Մենսերի Tuning Atelier-ի տաղավարն է։ Մեքենաները որպես թանգարանային նմուշ կանգնած են, այստեղ մարդկանց մուտքը արգելված է։ Անմիջապես կողքը այսուհետ չինական պրեմիում դասի Lotus բրենդի տաղավարն է եւ կարող եք տեսնել մարդկանց հոսքը։ Lotus-ը եղել է բրիտանական սպորտքար արտադրող ընկերություն, որը որ Geely-ն գնել է տարիներ առաջ եւ թողարկել է պրեմիում դասի էլեկտրոմոբիլներ եւ նաեւ բենզինային սուպերքարեր։ Ընդհանրապես չինական խոշոր ավտոընկերություններից, որոնք են BYD-ն, Geely-ն, Chery-ն, SAIC կորպորացիան, JC-ն, միշտ ուշադրություն եմ դարձրել Geely-ին եւ ձեզ եմ խորհուրդ տալիս։ Geely-ն տարիներ առաջ գնեց Volvo ընկերությունը, որը որ ստրատեգիական նպատակ ուներ եւ ամեն տարի ավելի են ապացուցում, ինչքան այդ որոշումը ճիշտ եղել։ Այսինքն Volvo-ից բերված ինժեներական լուծումները տալիս են իրենց բոլոր մեքենաներին։ Այդ թվում Zeekr, որը որ իմ կարծիքով մինչև հիմա ամենախոստումնալից բրենդերից մեկն է։ Այդ թվում հենց Geely Galaxy մոդելային շարքը, այդ թվում Lotus-ը, նույն Polestar-ը շատ լավ մեքենա է, ինչքան էլ վատ է վաճառվում բարձր գնի պատճառով կամ բրենդի պատճառով, բայց Geely-ն շատ խելացի ստրատեգիայով շարժվում առաջ, ակցենտը դնելով հենց անվտանգությանը եւ որակին։ Mazda-ի տաղավարում ներկայացված է EZ60 կոնցեպտ քարը եւ անմիջապես կողքին արդեն սերիական մոդելը։ Տեսեք ինչ նման է սերիական մոդելը կոնցեպտ քարին։ Դա Mazda-ի առանձնահատկություններից մեկն է։ Շատ մեծ հետաքրքրություն կա Չինաստանում այս Mazda-ի նոր մեքենաների նկատմամբ։ Շատ ավելի ժամանակակից դիզայն ունի մեքենան, թե ներսում, թե արտաքին տեսքից։ Ամենայն հավանականությամբ կլինի թե էլեկտրական, թե հիբրիդային տարբերակները։ Սա եւս մեկ օրինակ է ճապոնական եւ չինական արտադրողների համատեղ աշխատանքի։ Mazda միավորվել է Chang'an-ի Deepal սուբրենդի հետ, այս մոդելները թողարկվում են Deepal-ի պլատֆորմների վրա, որի շնորհիվ մեքենաները ստացվում են թե շատ ավելի խելացի եւ թե շատ ավելի հագեցած, քան նույն ճապոնական Mazda-ները։ Սա EZ60-ի այլ երանգն է։ Փորձը ցույց է տվել, որ այս մեծ հետաքրքրությունը ուղիղ արտացոլվում է բրենդի վաճառքների վրա Չինաստանում։ Այս մեքենաները մարդկանց հետաքրքիր են։ Չինացիները նույնպես ուրախ են տեսնել իրենց ծանոթ բրենդեր, ել ավելի կատարելագործված վիճակում, եւ սրանով Mazda-ն եւ Toyota-ն ամրապնդում են իրենց դիրքերը Չինաստանում։ Huawei-ը առաջատարն է ADAS համակարգով աշխարհում, այսինքն ավտոպիլոտ ինքնավար համակարգով եւ բացի դրանից նաեւ էլեկտրական շարժիչներով։ Տեսնենք, որ մեքենաներում են դրանք կիրառվում։ Stelato, Aito M8, M9, Luxit S7,
Avatar 12, Xpeng G9, Avatar 11, Luxeed R7, Xpeng G6։ Տեսնելով ինչա տեղի ունենում Link & Co բրենդի հետ, պարզա դառնում, որ չինական բրենդերը դեռևս զարգացման փուլում են, որպեսզի վերջնական դիրքավորվեն շուկայում։ Link & Co-ն պատկանում է Geely-ին եւ տարիներով թողարկել է բենզինային կամ հիբրիդային սպորտային այդ թվում մեքենաներ եւ նույն քույր ընկերությունը Zeekr-ը արտադրում էր պրեմիում դասի էլեկտրոմոբիլներ։ Հիմա Link & Co-ն արտադրել է Z10 եւ Z20 ամբողջությամբ էլեկտրական մեքենաները, ավելի բյուջետային են, քան Zeekr-ը, իսկ Zeekr-ը թողարկում է հիբրիդային 9X crossover-ը։ Zeekr-ը ամենայն հավանականությամբ ձգտում է դեպի ավելի լյուքս դաս, ավելի բարձր դասի մեքենաների։ Այս մեքենան բավականին հին մոդել է, 09 եւ հետևից կարող եք տեսնել նմանությունը իմ շատ սիրելի Zeekr 001-ի հետ։ Ավտոշոուի գլխավոր աստղերից մեկը, եթե ոչ գլխավորը, Zeekr 9X, առաջին հիբրիդային մոդելն է Zeekr արտադրողից։ Ստեղ կիրառված են թե էլեկտրոմոբիլին հատուկ տեխնոլոգիաներ, թե գեներատորով եւ թե plug-in հիբրիդի միացված տեխնոլոգիա, սա անվանում են super hybrid։ Մեքենան իրականում շատ ավելի ազդեցիկ տեսք ունի, քան տեսանյութերի մեջ, լինելու է երկու տարբերակով, ավելի շքեղ տարբերակը, որը արժանալու է մոտ $130,000 Չինաստանում եւ ավելի մատչելի տարբերակը, որը մրցելու է Aito M8 կամ M9 մեքենաների հետ։ Մոտավորապես նույն գնային սեգմենտում, ինչ Aito-ն, այսինքն $80,000-90,000։ Լավագույն չինական մեքենան, ինչ եմ այդպես ասում, բացի նրանից, որ մոտ 3 ամիս է վարում եմ այս մեքենայից, տարուց ավել հետևում էի մեքենան ոնց է զարգանում, ինչ նորամուծություններ են ավելանում։ Կարող եմ ասել, որ անհամեմատելի է որևէ մրցակցի հետ, նույն գնային սեգմենտում, այս մեքենայի տված կոմֆորտը եւ հնարավորությունները անհավանական են։ Նույնը ասել եմ 1 տարի առաջ, նույնը ասում եմ հիմա։ Էլեկտրական բեռնատար Geely ենթաբրենդերից մեկի կողմից այս բեռնատարները հեղափոխելու են ամբողջ փոխադրման ոլորտը։ Սա իհարկե առաջինը չի, այստեղ նույնպես նախադեպը տեստայից է եղել առաջի անգամ, բայց վստահ եմ, որ չինացիները հետ չեն մնում։ Geely-ն ամեն անգամ թողարկում է նոր մոդելներ մրցակցելու BYD-ի հետ։ Ու ամեն անգամ գերազանցում է թե վաճառքներով, թե նույն արժեքում տված ավելի որակյալ մատերիալներով, թե ավելի խելացի հիբրիդային համակարգերով։ Geely-ն ու BYD-ն քայլում են կողք կողքի։ Ամենաթեժ մրցակցությունը բյուջետային սեգմենտում երևի հենց Geely Galaxy եւ BYD մոդելների մեջ է։ Իդեպ շատ հաջողված մեքենա է Starship 7 EMI։ Սա plug-in հybrid-ի ու գեներատորով հybrid-ի խառնուրդ է եւ մեքենան շատ լավ վաճառքներ ունի Չինաստանում։ Xiaomi Starship, այս մեքենան շատ արագ դարձավ վաճառքների առաջատար Չինաստանում։ Հասնելով BYD Sigul-ին։ BYD Sigul-ից չափերով ավելի մեծ, ավելի լիարժեք մեքենայի տեսք ունի։ Սրայի մատերիալները, ընդհանուր հագեցվածությունը պարամետրերը բավականին հետաքրքիր են, երևի աննախադեպ են այս գնային սեգմենտում։ 2025 թվականը Լիսյանի համար շատ կարևոր տարի է, քանի որ բրենդը առաջի անգամ դուրս է գալու գլոբալ շուկա, տարվա 3-րդ եռամսյակին։ Մինչև այս պահը մեքենան ունեցել է աննախադեպ քանակությամբ վաճառքներ ոչ օֆիցիալ եղանակով, սա երևի աշխարհում առաջի անգամ է, եւ Լիսյանը ինքը դա խթանել է, բայց չնայած դրան ունենալով շատ դրական կարծիքներ սպառողների կողմից, արդեն վստահ քայլելով շարժվում է դեպի գլոբալ շուկա, արդեն պաշտոնական եղանակով։ Նորություններից ներկայացված է նոր L6-ի թարմացումը, շատ քիչ բան է փոխվել իրականում, ավելացել է այս բաց կապույտ երանգը, նոր անվայծերի դիզայն, որը որ շատ քիչ է տարբերվում հնից։ Ամենակարևոր նորությունը, որ L6-ի Pro տարբերակում այսօր լինելու է LiDAR, իսկ Max-ում LiDAR-ը էլ ավելի է կատարելագործվել։ Լիսյանը ընդամենը 1 մոդելի թողարկումով ստեղծեց դիզայնի նոր մշակույթ չինական ավտոշուկայում, մինչև սա չինացիները սիրում էին մեքենաները տարբեր լուսային էֆեկտներով հագեցնել, մինիմալիզմից շատ հեռու էր։ Լիսյանի L9, L7
մեքենաների թողարկումից հետո հիմա արդեն կարող եք տեսնել երևի տասնյակից ավել այլ բրենդերի ամենագնացներ, որոնք մաքսիմալ ոգեշնչված են Լիսյանի թե սրահից, թե արտաքին տեսքից, թե մոնո լույսը արշևի ու ետևի, թե դիմացի մեծ մոնիտորները, թե հետևի առանձին նստատեղերը, թե նույնիսկ այս նստատեղերի երանգը, որ տրենդը մտցրել է հենց Լիսյանը, եւ թե այս հետևի էկրանը։ Այս ամեն ինչը էլ ավելի կատարելագործված տարբերակով կարելի է տեսնել նույն Deepal S09 ամենագնացում, թե Lincoln Co-ի նոր ամենագնացում եւ այլ շատ մոդելներում։ Մինչև այս վերջի տարին Լիսյանը առաջատարն էր չինական շուկայում, բայց նույն Չինաստանում Aito M9-ի վաճառքները շատ ավելի շատ են, քան L9-ի, ու Aito-ն ձգտում է դառնալ առաջատարը։ Հատկապես նոր M8 մոդելից հետո, որը որ արդեն իսկ լավ վաճառվող M9-ից շատ ավելի մատչելի է ու գնային առումով մրցակցում է Լիսյան L7, L8-ի հետ։ Ելնելով նախապատվերների քանակից, ենթադրում եմ, որ շարունակել է մնալ վաճառքների առաջատարը։ M9-ը ունի որոշակի թարմացումներ, այստեղ ավելացել է Privacy Glass ֆունկցիան, որը կարելի է անջատել, որ պատմանը դարձնում է ավելի մուգ կամ բացացնում է։ Aito-ն Huawei-ի հետ համատեղ նաև առաջատարն է ADAS համակարգով, ավտոպիլոտով, էլեկտրական շարժիչներով եւ մեծ քայլերով շարժումը դեպի գլոբալ շուկա։ Հաջորդ նմանատիպ խոշոր ցուցահանդեսը տեղի է ունենալու հունիս ամսին Չոնսին քաղաքում։ Եթե դուք ավտոմոբիլային սիրահար եք, նման իրադարձությունը չի կարելի բաց թողնել եւ հատուկ հենց ձեզ համար մենք կազմակերպում ենք էլեկտրոմոբիլների տուր, մանրամասներին կարող եք ծանոթանալ այս վիդեոյում։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք մինչև վերջ, չմոռանաք բաժանորդագրվել եւ կհանդիպենք։